Բարև ձեզ սիրելի հետևորդներ, YouTube-յան հարթակում իմ նորաստեղծ ալիքում առաջին կոնտենտն եմ ստեղծում։ Այսօրվանից սկսած ես պարբերաբար գրեթե ամենօրյա ռեժիմով կանադառնամ կարևորագույն իրադարձություններին։ Մինչ բուն նյութին անցնելը կոչ եմ անում իմ բոլոր հետևորդներին բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվել իմ Telegram-յան ալիքին, ինչպես նաև ակտիվ հետևել իմ Facebook-յան էջին։ Ես կարծում եմ այս բոլոր ռեսուրսների համադրումով մենք կարող ենք շատ անկեղծ դիալոգ ունենալ, ես շատ ուշադիր կհետևեմ նաև ձեր արձագանքներին, դիտողություններին, նամակներին, մի խոսքով առաջարկություններին։ Այսօր Երևանում սիրելի հայրենակիցներ արտառոց միջադեպ է տեղի ունեցել, արտառոց նույնիսկ այս վայ հեղափոխականների իշխանության տարիների համար։ Երևան քաղաքի, մայրաքաղաքի նոր նորք վարչական շրջանի աշխատակազմում վարչակազմի ղեկավարի մասնակցությամբ ու հրահրմամբ խմբակային ծեծ է տեղի ունեցել, ավելի ստույգ նոր նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը իր աշխատակիցների կամ կուսակիցների հետ միասին խմբակային ծեծի է ենթարկել բլոգեր Արթուր Չախոյանին։ Ես, ինչպես հայտնի է, եղել եմ Հանրապետություն կուսակցության հիմնադիր անդամ։ Իհարկե, տարիներ առաջ խզել եմ կապերս այդ կուսակցության հետ, երկար տարիներ շփում չունեմ նախկին իմ կուսակցության կուսակիցների հետ, բայց այնուամենայնիվ շատ լավ տիրապետում եմ այդ կուսակցության ներսում առկա տրամադրություններին, շատ լավ ճանաչում եմ շատերին եւ իհարկե նախկինում Հանրապետություն կուսակցության անդամ լինելուս հանգամանքը որոշակի առումով ինձ կաշկանդում է, բայց կրկնում եմ տեղի ունեցել արտառոց միջադեպ, որին չեմ կարող արձագանք չտալ։ Ես Տիգրան Տեր-Մարգարյանի շատ վաղուց եմ ճանաչում, առնվազն 2003-4 թվականներից։ Մեր ողբերգություններից մեկն այն է, որ Տիգրանը չունենալով քաղաքական եւ կրթական համապատասխան ցենզ, ինչպես Նիկոլի դարաշրջանում պատահում է, նշանակվեց շատ պատասխանատու պաշտոնի եւ ենթադրել էր, որ կրթական եւ քաղաքական ցենզ չունեցող մարդու պարագայում վաղ թե ուշ նման սկանդալային միջադեպ լինելու էր, ինչը տեղի ունեցավ։ Այն ինչ տեղի ունեցել այսօր, ասենք թաղապետարան ժողովրդի լեզվով մասիվի թաղապետարանում չի կարող հետևանք չունենալ։ Առանց քննարկման Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է պաշտոն ընկալվի։ Եվ անվիճելի է նաև, որ նրա արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական։ Սա երկու անխուսափելի հետևանքներ են, եթե մենք իհարկե ապրում ենք ժողովրդավարական երկրում կամ օրենք այս երկրում ինչ-որ նշանակություն ունի։ Շատերը խոսում են, հատկապես իշխանամետները խոսում են Արթուր Չախոյանի վարքագծի մասին։ Ես հիմա շատ երկար այս դրվագի վրա կանգ չեմ առնելու, որովհետև բլոգերը իր ոճը ունի, այդ ոճը իմ համար էլ ընդունելի չի, բայց այնուամենայնիվ բլոգերը իր ոճով ինքը այդ ոճն է հարմար գտնում, ուրեմն այդ ոճի մեջ ընդունել, չընդունելու հարցը ցանկացած մարդու ճաշակի հարց է, համենայն դեպս, եթե նույնիսկ բլոգերը ինչ-որ ազատ ոճով գնահատականներ է տալիս կամ սուր բառամթերքով ինչ-որ մեկին քննադատում է, դա հիմք չի տալիս, որպեսզի նրան ծեծեն։ Տեղի է ունեցել ծեծ, խմբակային ծեծ, որը քաջալերվում էր Տիգրան Տեր-Մարգարյանի կողմից։ Հիմա նման իրավիճակում, եթե անհապաղ Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնանկ չի արվում, ես կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը, նաև իր սատելիտ պրոարևմտյան ուժերը որոշել են Հայաստանում ներդնել խորհրդանական ընտրություններից մեկ տարի առաջ մի նոր մշակույթ։
բանդաներով ծեծի միջոցով լրացնել բոլոր ընդդիմադիրներին։ Այլ հետևություն ես չեմ կարող անել, եթե Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնանկ չարվի։ Այսինքն սա կնշանակի պետական բարձրագույն մակարդակով խրախուսել բեսպրեդելը։ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը շատ երկար ժամանակ չունեն մտածել, ընդամենը ժամեր անց, եթե Տիգրանը պաշտոնանկ չարվեց, այլ գնահատական տալ հնարավոր չէ տեղի ունեցածին։ Երկրորդը, որ ամենասարսափելին է, այսօր Հանրապետություն կուսակցությունը կամ նրա ներկայացուցիչ Տիգրան Տեր-Մարգարյանը միանդառնալի մահացու հարված են հասցրել Հայաստանում արևմտականության հոսանքին։ Պատկերացնում եք, այս մարդիկ ամբողջ օրը խոսում են եվրոինտեգրման, քաղաքակիրթ արևմուտքի, եվրոպական ու արևմտյան ստանդարտների մասին, իսկ իրենց կուսակցության ներկայացուցիչը սովորական մի բռնարար է։ Ու խեղճ հասարակության վիճակը պատկերացրեք, եթե որոշի Տիգրան Տեր-Մարգարյանի վարքագծով նույնականացնել արևմտյան արժեքները, ավելի վատ ձևով արևմտյան արժեքները վարկաբեկել հնարավոր չէր։ Ես դրա համար եմ այս մարդկանց անվանում պսևդո արևմտամետ։ Նրանց վարկագիծը, արժեհամակարգը արևմտյան ունիվերսալ արժեքների հետ, որոնց կրողն եմ օրինակ ես, որևէ առնչություն չունի։ Նրանք շատ պրիմիտիվ հակառուսներ են։ Հիմա ինչով են արդարանում քաղաքացիական պայմանագիրն ու Հանրապետություն կուսակցությունը եւ նրանց արդարացումներն էլ ի դեպ իմ մոտ համոզմունք է ստեղծում, որ Տիգրան Տեր-Մարգարյանը անպատիժ է մնալու։ Օրինակ, ԿՊ-ն ասում է քիչ առաջ հայտարարություն են հրապարակել, այ որ բլոգերի վրա է դրվում մի խոսքով պատասխանատվություն։ Բլոգերի վարկագծի։ Լակոտակրատիայի ցցում օրինակ։ Էլի եմ կրկնում, բլոգերը պետական պաշտոնյա չի, մեր հարկերից չի ֆինանսավորվում կամ աշխատավարձ ստանում։ Բլոգերը կարող է ունենալ ընդունելի կամ անընդունելի ոճ, բայց դրա համար կան իրավապահ մարմիններ։ Եթե բլոգերը ինչ-որ բան ոչ պատշաճ է արել, դիմեք իրավապահ մարմիններին։ Այդ դուք եք որոշը, որ ծեծով պիտի պատժեք։ Կամ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը ասում է Տիգրան Տեր-Մարգարյանին չխնայեցին, որովհետև նա Բուչա էր գնացել։ Ուկրաինայի են հայտնի քաղաքը։ Ինչ եք աշխարհաքաղաքականություն փնտրում միտեղ, որտեղ ընդհանրապես նման բան գոյություն չունի։ Ինչի եք խուլիգանությունը կոնկրետ պաշտոնյայի կապում ինչ-որ աշխարհաքաղաքական բարդ գործընթացների հետ։ Ինչ կապ ունի Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա մեկնելը։ Նախ Բուչա մեկնելը արկածախնդրություններ էլի պետական մակարդակով, բայց հիմա այնքան Բուչա ասեցիք, Facebook-ում մի թևավոր խոսք է պտտվում։ Ասում է Տիգրան Տեր-Մարգարյանը այսօր իրան պայելա Բուչի գյադու մակարդակով։ Երևի հասկացաք, որ բառի հետ են նույն ասում, Բուչի գյադա, Քուչի գյադա։ Այսինքն մի փորձեք բան փնտրել այնտեղ, որտեղ այդ բանը գոյություն չունի։ Այսինքն հիմա ցանկացած խուլիգանություն դուք անեք, ու այդ խուլիգանությունը փորձեք շղարշել ձեր պրոարևմտյան կեցվածքով կամ հակառուսական կեցվածքով, մենք էլ դա հանդուրժենք, հա։ Այս ինչ պրիմիտիվ ընկալում է քաղաքականության մասին ընդհանրապես։ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը ասում է, որպես թիմ ես հիացած եմ իմ թիմով, որտեվ իսկական տղուպես իրանց բայեցին։ Խմբով մեկի վրա հարձակվելն ու ծեծելը փողոցում կոնկրետ անուն ունի։ Իմ ընթերցողների կամ հետևորդների չվիրավորելու համար ես հիմա այդ տերմինը չեմ օգտագործի, բայց բոլորը հասկացան ինչ է կոչվում այն երևույթը, որ 15 մարդ հարձակվում են, մեկին ծեծում են։ Դա ընդհանրապես տղայականության հետ կապ չունի։ Ու տես մարդիկ նույնիսկ քրեակատարողական հիմնարկներում շատ համապատասխան խցերում են տեղավորվում։
լավ տղու հատկանիշ չի, բայց ենթադրենք այդ տղայական հարթություն եք տանում, բայլուր մնաց ձեր եվրոպական արժի համակարգը, այսինքն պետական պաշտոնյայի չափանիշը իջեցնում եք, հասցնում եք տղայական մակարդակի վրա, սա է ձեր պատկերացումը պետականության մասին, կուսակցության ներկայացուցիչը ասում է մենք պետականությունն ենք պաշտպանում, դրա համար պետք է լինի բռունցքեր օգտագործենք, ու սա մի կուսակցության ներկայացուցիչ է ասում, որը ժամանակին շատ արդարացիորեն դատապարտում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին նրա համար, որ նրա թիկնապահները առագաստում մարդ էին ծեծել, ինչի հետևանքով այդ մարդը մահացավ։ Այսօր եք գլորվել, այսօր եք տանում պետությունը, եթե Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնանք չարվի, ես կհամարեմ, որ Նիկոլ Փաշինյանը, նաև Արամ Սարգսյանի ու մյուսների աջակցությամբ, երկրում քաղաքացիական բախումներ են ներառում, որովհետև պարզ է, որ եթե պաշտոնյան ձեռքերին ազատություն է տալ, իրան պահում է խուժանի պես, քաղաքացին հաջորդ անգամ չի դիմելու իրավապահ մարմինների, որտեղ համոզված լինելու, որ այդ պաշտոնյան անպատիժ է, ու ինքն էլ է ձեռքերին ազատություն տալու։ Ստացվելու է, որ Նիկոլ Փաշինյանի մակարդակում երկրում խրախուսվում են բեսպրիձելն ու քաղաքացիական բախումները։ Ուրեմն ես այս թեմային անդրադառնալու եմ այնքան ժամանակ, մինչև ին երկու պահանջները չկատարվեն։ Հիշեցնում եմ դրանք։ Անհապաղ պաշտոնանկ անել Տիգրան Տեր-Մարգարյանի եւ երկրորդ քրյա իրավական գնահատական տալ նրա արարքներին, որտեղ ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, եթե նման բան անի, խոսքս ընդդիմադիր գործիչների մասին է, անմիջապես մենք կհայտնվենք ճաղերի հետևում։ Եվ ինչեր ասես չեն գրի մեր մասին, այն պսևդո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ այլն, ու մի փորձեք ես խուժանությունը տեղավորել աշխարհաքաղաքական ինչ-որ կողմնորոշումների դաշտում, ծիծաղելի եք, դուք արևմտամետներ չեք, դուք սովորական խուժան եք, հայրենիքի գող Նիկոլ Փաշինյանի գրպանում տեղավորված։ Այսօր այսքանով երևի սահմանափակվեմ, եթե ինչ-որ մեկը փորձի լափառոշ պատասխան տալ, համարժեք պատասխան եմ տալու, միանգամից զգուշացնում եմ, եւ հիմա եւս մեկ անգամ կոչ եմ անում, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, խոստանում եմ շատ հետաքրքիր տեսանյութեր, շատ հետաքրքիր կոնտենտ, բաժանորդագրվեք իմ Telegram-յան ալիքին, ակտիվ հետևեք իմ շատ ակտիվ Facebook-յան էջին, այսօր այսքանը կհանդիպենք վաղը, իդեպ վաղը մեր եթերը շատ կարևոր է լինելու, որտեղ վաղ աշխատավորության օրն է, եւ ես որպես աշխատավորների շահերը պաշտպանող դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ վաղը ձեր հետ աշխատավորների իրավունքների հետ կապված շատ կարևոր զրույց եմ ունենալու։ Շնորհակալություն հետևելու համար։